Եվս մեկ անգամ ողջունում եմ նոր եմ միանում մեր եթերին, ասեմ, որ մենք Արմնատուն գյուղից տեղափոխվել ենք արդեն Լեռնամերձ եւ կներկայացնենք մեր մոտեցումներն ու ծրագրերը, կշփվենք գյուղացիների հետ։ Այսպես որ արդեն Լեռնամերձում ենք։ Լեռնամերձ գյուղի հարգելի բնակիչներ, սիրելի ընկերներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը։ Մեր այս հանդիպմանը զուգահեռ տեղի է ունենում մի հայտարարակ միջոցառում Բաքվում։ Բաքուն այսօր նշում է մեր դեմ տարած հաղթանակը, որը հնարավոր չէ լինի, եթե Նիկոլ Փաշինյանը իր տոտալագույն սխալների հետևանքով պատերազմ ու պարտություն չբերեր։ Նիկոլ Փաշինյանը թիվ 1 եւ գլխավոր պատասխանատուն ու մեղավորն է այն ինչ տեղի ունեցավ 5 տարի առաջ։ Եվ որտիսի մենք կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը, ապահովել իրական խաղաղություն եւ անվտանգություն, մեզ անհրաժեշտ է նոր իշխանության ձևավորում, որը կկարողանա իրական խաղաղություն բերել, ապահովել բովանդակային բանակցություններ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եւ կկարողանա Հայաստանը դուրս բերել այս վիճակից։ Ակնհայտորեն դա քաղաքացիական պայմանագիրը չէ, այդ ուժը, որը կարողանալու է բերել խաղաղություն եւ անվտանգություն։ Մայր Հայաստանը հավակնում է նոր իշխանություն ձևավորելուն ու քանի որ առաջիկայում կա առիթ Վարշավապատի ընտրություններում մերժելու քաղաքացիական պայմանագրի, մենք ձեզ կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրությունների եւ ձեր քվեն տալ P4-ին, Մայր Հայաստանին։ Մենք նոյեմբերի 16-ին ակնկալում ենք ժողովրդի աջակցությունը, պատրաստ ենք ընդդիմադիր դաշտում կատարել միավորողի, կոնսոլիդացնողի մերանի ֆունկցիան եւ պատրաստ ենք ստանձնել իշխանության պատասխանատվությունը։ Մենք համար 4 ենք եւ մենք Մայր Հայաստանն ենք ներկայացնում։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան, Մայր Հայաստան, համար 4, միացի, որ փոխենք, միացի, որ փոխենք, միացի, միացի, միացի։ Մայր Հայաստան կուսակցություն ուժահարությունը Դավիթ Կարապետյան, Էցինա Լուկաչյան, Քրեաթերթի համար 4, միացիր եւ փոխենք։ Մայր Հայաստան կուսակցություն Քրեաթերթի համար 4, միացիր եւ փոխենք։ Սերին հարաշապատ սուրգին էչ միացի Մայր Հայաստան հարաշապատ ոստան ես նում էլ դեպրության
միասին իմ այր Հայաստան կանցնեն օրեր ապելության ու տխրության եկել է ժամը թողնաչի շուշմիության Մայր Հայաստան կուսակցություն դրիշարությունն Դավիթ Դերամերս գյուղի արգելի վրակիչներ ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը մենք քվեաթերթիկով համար 4-ն ենք մենք ձեզ բոլորիդ կոչ ենք անում ակտիվ մասնակցեք ընտրությունների մենք դեմ ենք այսօրվա իշխանություններին դեմ ենք եկեղեցու դեմ հարձակմանը դեմ ենք այս անկառավարելի մթնոլորտին ուստի ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցեք որպեսզի փոխենք միացի որ փոխենք միացի որ փոխենք Մայր Հայաստան համար 4 Մայր Հայաստան Կանցնեն օրեր ապելության ու տխրության եկել է ժամը կողաչի շուշմիության Դերնամերցի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, Վաղարշաբաթ խոշորացող հավանքի ընտրություններում մենք թիվ 4 քվեաթերթիկն ենք։ Մեկ ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը, երկրորդ համարը Դավիթ Կարապետյանն է։ Նրանք ինքուստ հավանքային կառավարման լուրջ փորձ ունեցող ճանապարհ անցած անհատներ են, երրորդ համարը Ռիփսիմե Մկրտչյանն է։ Մեկ ցուցակը բաղկացած է 33 տեխնացուից։ Ավականու տեխնացուների ցուցակին սատարե աջակցում է ողջ Մայր Հայաստանը
եւ կրում ենք թիմային պատասխանատվություն։ Բոլորի կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությունների, գնալ ընտրատեղամաս, կատարել սեփական քաղաքացիական պարտքը, գնալ ընտրատեղամաս, որ ձեր փողոցները սենց ամմխիթար չլինեն, որ ձեր ջերմոցների աշխատացնելու ճանապարհին ձեր գրպանը չմտնեն, գնալ ընտրատեղամաս, որ մանկապարտեզները նորից դառնան անվճար, գնալ ընտրատեղամաս, որ դուք խոռոքման եւ խմելու ջրի խնդիր չունենաք, գնալ ընտրատեղամաս, որ դուք ունենաք վարչական ղեկավար եւ համայնքապետ, որոնց դռները միշտ բաց կլինեն, որոնք ականջարու կլինեն ձեր բոլոր խնդիրներին, գնալ ընտրատեղամաս, որ Հայաստանը չփոքրանա, գնալ ընտրատեղամաս, որ մայրաթոռը հիմնահատակ չավիրեն, գնալ ընտրատեղամաս, որ ատամնապուժին հոգևորական չդարձնեն ու բարձրացնեն խորը, գնալ ընտրատեղամաս, որ երկրի ղեկավարը թշնամու առաջ ծնկի չգա, գնալ ընտրատեղամաս, որ իշխող կուսակցությունը այսպես խմբովի, չքծնվի ու չհաճոյանա Հայաստանի տարածքը իրենցը համարող ադրբեջանցիների առաջ, գնալ ընտրատեղամաս, որ ձեր երեխաները ունենան ապագա, գնալ ընտրատեղամաս, որ դրսում ապրող ձեր հարազատները վերադառնան Հայաստան, գնալ ընտրատեղամաս, որպեսզի ձեր խաղաղ երկինքը մնա անսասան, Սիրելի լեռնավերցիներ, ձեզ ողջունում է մայր Հայաստանը, քվեաթերթիկում համար 4, ավելի ճիշտ թիվ 4 քվեաթերթիկ։ Ուստի բոլորին կոչ ենք անում։ Միացեք, որ փոխենք, միացեք, որ փոխենք, միացեք, որ փոխենք, մայր Հայաստան, համար 4, համար 4, մայր Հայաստան։ Սիրելի լեռնամերձի բնակիչներ, մայր Հայաստանը ողջունում է ձեզ։ Ամսի 16-ին անպայման բոլորով մասնակցեք ընտրության։ Ձեր արդարքվեն տարեք տեղամաս, չմնաք տունը, չթողեք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերարտադրվի։ Ձեր ամեն մեկի տունը մնալով ընտրություններին չմասնակցելով ունենալու ենք վատ արդյունք։ Դրա համար կոչ ենք անում, որ բոլորով մասնակցեք ընտրություններին։ Մայր Հայաստան, համար 4, համար 4, Մայր Հայաստան։ Լեռնամերձի հարգելի բնակիչներ, սիրելի ընտրողներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստանը, քվեաթերթիկ համար 4, մենք ձեզ կոչ ենք անում անպայման մասնակցել ընտրությանը, եկեք ողջունենք մեր գյուղի ժողովրդին, բարը ձեզ, անպայման մասնակցեք ընտրությանը, անպայման, ձեր քվեն շատ կարևոր է, համար 4, 4-ը ցույց տվեք ու այո, Գրիշայի խաթեր անպայման նացլապարեն մեր Գրիշային են, չէ՞, պայմանավորվեցին։ Գրիշայի տղեկ Որքու 5 ես ցույց տալի, 4-ը ցույց տու։ 4-ը, այո։ Մենք շատ կարևորում ենք այս ընտրությունները, որովհետև սա լավ հնարավորություն է քաղաքացիական պայմանագիր վռնդելու եւ խաղաշապատում նոր իշխանություն ձևավորելու համար։ Ընդդիմությունը կարող է միասնաբար լուծել բոլոր այն խնդիրները, որոնք այսօր առկա են եւ լուծել խնդիրները ոչ միայն խաղաշապատում, այլև ամբողջ հանրապետությունում։ Իսկ
այս փուլում շատ կարևոր է գաղաշապատում փոփոխությունը, որպեսզի մենք կարողանանք այդ փոփոխությունների կրակը փոխանցել մյուս համայնքներին, ջահը փոխանցել մյուս համայնքներին եւ վերջապես կարողանանք արժանապատիվ իշխանություն եւ հայամետ Հայաստանակենտրոն իշխանություն ձևավորել։ Համայնքի խնդիրները մեզ ծանոթ են։ Մենք մասնագիտական լուրջ ուսումնասիրություն ունենք, թե ինչ խնդիրներ կան համայնքում, ինչ պետք է անել, որպեսզի այդ խնդիրները լուծվել, ինչպես պետք է կառավարել համայնքը, ինչպես պետք է կառավարել համայնքի բյուջեն, ինչպես պետք է հնարավորություն տալ, որպեսզի ժողովուրդը հատկապես գյուղական համայնքներում կարողանա իր տնտեսությունը զարգացնել։ Այս ամեն ինչի վերաբերյալ մենք մեր առաջարկներն ու մոտեցումներն ունենք։ Շատ կարևոր է, որպեսզի հասնենք նաև քաղաքական փոփոխության, որովհետև քաղաքացիական պայմանագիրը չարորակ ուռուցք է մեր պետության վրա եւ այն պետք է հեռացվի։ Ընդ որքան շուտ, այնքան լավ։ Հեռացնելու լավագույն քաղաքական ճանապարհը ընտրություններն են եւ ընտրությունների միջոցով ժողովուրդը կարող է իր ձեռքը վերցնել իշխանությունը եւ իր քվեի ուժով ձևավորել արդյունավետ կառավարում։ Դա է պատճառը, որ մենք ձեզ կոչ ենք անում մասնակցել նոյեմբերի 16-ի ընտրությանը եւ ձեր քվեով վեր դնել ապիկար իշխանությանը, քաղաքացիական պայմանագրի ապիկար իշխանությանը։ Մայր Հայաստան, համար 4, միացիր, միացիր, Հարգելի հետևորդներ, քանի որ մեր այցերը այսօր տարբեր գյուղեր են ընդգրկում, մենք ուղիղ եթերները կարճ տարբերակով կանենք եւ այս պահին մենք գտնվում ենք Լեռնամերձ գյուղում, շարունակենք իհարկե այցը, բայց ուղիղ եթերի հեռարձակումը այս պահին դադարեցնում ենք, հիմա տեղափոխվելու ենք Ամբերդ, Ամբերդի բնակիչներին նաև հորդորում ենք, որպեսզի իրենք ակտիվ կան եւ մասնակցեն մեր հետ հանդիպմանը։ Առայժմ